Բաքվում ընթացող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների շինծու դատավարությունն ավարտվել է։ Ըստ հրապարակված դատավճիռների Արցախի հանրապետության նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը, Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, Պաշտպանության բանակի հրամանատարի նախկին տեղակալ գեներալ Դավիթ Մանուկյանը, Ազգային ժողովի նախկին նախագահ Դավիթ Իշխանյանը, Արցախի արտգործնախարար Դավիթ Բաբայանը եւ Բակո Սահակյանը դատապարտվել են ՑՄԱ ազատազրկման։ Երևանում Ռոսիա տոնավաճառի աշխատակիցները բողոքի ակցիա են իրականացնում։ Պատճառը տոնավաճառը փակելու որոշումն է։ Այն պատկանում է ԿՊԱ-ական падգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին։ Ակցիայի մասնակիցների խոսքով նրանք ուզում են տոնավաճառը դարձնել զվարճանքի կենտրոն։ Տաղավարները վարձակալող տասնյակ վաճառողներ ասում են, որ առևտուրը իրենց միակ եկամտի աղբյուրն է եւ փակելու դեպքում կմնան դատարկ գրպանով։ Уважаемые коллеги, Եվրոպական միությանն անդամակցելու որոշումը հայ ժողովրդի ընտրությունն է, բայց Երևանը պետք է հաշվի առնի Եվրոպական միության փոփոխվող բնույթը, որը տնտեսական միությունից վերածվում է ռազմաքաղաքականի, հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ Հռետորական հարց է հնչեցրել Դաշնության փոխվարչապետը, արդյոք հայերը պատրաստ են միանալ ռազմաքաղաքական միությանը, շեշտելով ներկայումս Ռուսաստանի նկատմամբ ագրեսիվ տրամադրվածությունը։ Օվերչուկը հավելել է. մեջբերում, մեկ կամ մյուս ինտեգրացիոն միավորման օգտին ընտրությունը միշտ հայերինն է։ Հայաստան է այցելել ամերիկյան IOCOM ճարտարագիտախորհրդատվական ընկերության թիմը թրիփի տեղանքի հետազոտման աշխատանքները մեկնարկելու նպատակով։ Հայաստանում ԱՄՆ դեսպանատնից հայտնել են, որ աշխատանքները կներառեն տեխնիկատնտեսական գնահատում եւ առաջարկների մշակում երկաթուղու եւ այլ ենթակառուցվածքների ձևավորման վերաբերյալ, որոնք մեջբերում կնպաստեն Հայաստանում երկարաժամկետ տնտեսական աճին, փոխկապակցվածության խորացմանը եւ տարածաշրջանային ինտեգրմանը։ Բագրատ arczepiskopos Գալստանյանը Երևան կենտրոն քրեակատարողական հիմնարկից նամակ է ուղարկել Christian Solidarity International-ի պատվիրակությանը, ԱՄՆ փոխնախագահ J.D. Vance-ին եւ Վաշինգտոնում անցկացվող միջազգային կրոնական ազատության գագաթնաժողովի մասնակիցներին։ Նամակում նշել է, որ ինքն ու եւս 3 հայ եպիսկոպոսներ կալանավորվել են կեղծ մեղադրանքներով եւ ենթարկվել պետական հովանավորությամբ իրականացվող ճնշումների։ Սպառնալիքների է ենթարկվում նաեւ հայ առաքելական եկեղեցու վերնախավը Գարեգին II ամենայն հայոց կաթողիկոսի գլխավորությամբ։ Ըստ arczepiskopos-ի իր ազատազրկման պատճառը իշխանությանը անցանկալի ճշմարտություն հայտնելն է։ Նրա խոսքով քրիստոնյա հայ ազգը կանգնած է գոյաբանական սպառնալիքի առաջ։ Բագրատ arczepiskopos Գալստանյանը նշել է, որ Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ ձգտում է Հայաստանը դարձնել վասալ պետություն, իսկ այդ ծրագրի կարևոր բաղադրիչներից է հայ առաքելական եկեղեցուն լրացնելը։ Նա օրդորել է գագաթնաժողովի ընթացքում ԱՄՆ փոխնախագահ J.D. Vance-ին փոխանցել 3 պահանջ, մեջբերում չհանդուրժել հայ առաքելական եկեղեցու հալածանքները, կոչ անել ազատ արձակել քաղաքական բանտարկյալներին, հատկապես Բաքվում պահվող 20 հայերին եւ Հայաստանում կալանավորված հոգեվորականներին, Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացում որպես կողմ ներգրավել Մայրաթոր Սուրբ Էջմիածնին։ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտնել է, որ ԱՄՆ-Իրան միջուկային բանակցությունները կկայանան Օմանում ուրբաթ։ Մինչ այս հայտարարությունը Վաշինգտոնը մերժել էր բանակցությունների վայրն ու ձևաչափը փոխելու Թեհրանի պահանջը, փաստացի տապալման եզրին հասցնելով Ստամբուլում նախատեսված հանդիպումը եւ մեծացնելով Թրամփի ռազմական ուժի կիրառման հավանականությունը։ Պաշտոնական Իրանը հայտարարել էր, թե քննարկումները պետք է տեղափոխել Օման եւ օրակարգը սահմանափակել բացառապես միջուկային հարցերով։ Միացյալ Նահանգներն իր հերթին պահանջել տարածաշրջանային դաշնակիցների ներգրավվածությունն ու հրթիռային սպառնալիքների պարտադիր ներառումը բանակցային գործընթացում։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիպ Էրդողանը պաշտոնական այցով մեկնել է Կահիրե։ Ալ-Իթիհադիա պալատում նա հանդիպել է Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ Ալ-Սիսիի հետ։ Առանձնազրույցից եւ ընդլայնված կազմով բանակցություններից հետո առաջնորդները ստորագրել են մի շարք համաձայնագրեր, որոնց նպատակն է երկկողմ ապրանքաշրջանառությունը հասցնել տարեկան 15 միլիարդ դոլարի։ Ռազմավարական գործընկերության օրակարգում առանցքային տեղ են զբաղեցրել արևելյան միջերկրական ծովում էներգետիկ նախագծերի համատեղ իրականացումը, ինչպես նաեւ պաշտպանական արդյունաբերության, զբոսաշրջության եւ տնտեսության ոլորտներում կապերի ընդլայնման հեռանկարները։ Кирилл, здравствуйте. Скажите, пожалуйста, как проходят встречи в Абу-Даби? Ну, как вы знаете, совместно с администрацией
Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի հարաբերությունների վերականգնման ուղղությամբ ակտիվ աշխատանք է տարվում։ Աբու Դաբիի բանակցություններից հետո պատմել է Պուտինի հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դիմիտրիևը։ Նա նշել է, որ ամերիկյան պատվիրակության հետ հանդիպումները դրական են ընթանում։ Կողմերը քննարկում են տնտեսական համագործակցության վերականգնման հարցը։ Из Европы, из Британии постоянно пытаются помешать. Անդրադառնալով ուկրաինական հարցին, Դիմիտրիևը շեշտել է, որ Եվրոպայից եւ Բրիտանիայից պատերազմ հրահրողները անընդհատ փորձում են խանգարել այս գործընթացին։ Նրանք անդադար փորձում են միջամտել։ Ըստ նրա, դա առաջընթացի նշան է։ ԱՄՆ սահմանային անվտանգության գլխավոր պատասխանատու Թոմ Հոմանը հայտարարել է, որ Մինիսոտայից անհապաղ հետ են կանչվում ներգաղթի հարցերով զբաղվող 700 իրավապահներ։ Նրա խոսքով այս որոշման հիմքում տեղական իշխանությունների հետ նոր համագործակցության պայմանավորվածություններն են։ Անձնակազմի կրճատմանը զուգահեռ Դոնալդ Թրամփի վարչակազմը հայտարարել է, որ կշարունակի զանգվածային արտաքսումների քաղաքականությունը։ Միևնույն ժամանակ սպաների անվտանգությունն ապահովող ստորաբաժանումները կմնան նահանգում։ Չնայած այս զարգացումներին իրավապաշտպանները շարունակում են մտահոգություն հայտնել, զգուշացնելով իրավապահների կամայական գործողությունների եւ անհամաչափ ուժի կիրառման վտանգների մասին։ Պորտուգալիայում հզոր փոթորիկին հաջորդել է անձրևների առատ տեղումները, որոնք վերածվել են ջրհեղեղի։ Աղետի հետևանքով ջուրը բարձրացել է տների առաջին հարկեր, որոշ գյուղեր մեկուսացել են։ Ճապոնիայում առատյան հետևանքով զոհերի թիվը հասել է 38-ի, տուժել է 413 մարդ։ Եղանակային վատ պայմանների պատճառով կաթվածահար է եղել Ճապոնիայի շատ քաղաքների փողոցների երթևեկությունը։ Ձյան շերտի բարձրությունը հասել է ռեկորդային 4,5 մետրի։